Իհարկե դուք տեղյակ եք իմ դիրքորոշումներին, հատկապես 20 թվականից սկսած պատերազմի ողբերգական ավարտից հետո հատկապես։ Ես ձեզ ասեմ, որ 2018 թվականից սկսյալ ես խիստ որոշակի վերապահումներ ունեցել եմ քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք ծավալվում էին Հայաստանում։ Իհարկե, ես իմ վերապահումները հանրայնորեն, մասշտաբայնորեն չեմ արտահայտել, հաշվի առնելով ժողովրդի լայն շրջանակների աջակցությունը իշխանությանը, հույս ունենալով, որ միգուցե ես եմ սխալվել։ Միգուցե սա այն է, ինչ որ անհրաժեշտ է այսօր Հայաստանին։ Դժբախտաբար, սա այն դեպքն է, սովորաբար մարդիկ ուրախանում են, որ իրենք չեն սխալվել, բայց դժբախտաբար ես ցավում եմ, որ ես այս դեպքում չեմ սխալվել։ Ինչպես եւ չեն սխալվել մի շարք անձանք։ Ինչու չեմ սխալվել եւ ինչու ունեի այդ վերապահումները։ Այն անձը, ով առաջնորդում էր քաղաքական process-ը Հայաստանում, որևէ վստահություն չէր նշենչում ինձ, ի տարբերություն այն բոլոր անձանց, ովքեր ոգևորված էին նրանով։ Նրա կենսագրության պարզ վերլուծությունը ինձ հուշում էր, թելադրում էր, որ որևէ դրական տեղաշարժ, որևէ լուսավոր հեռանկար հնարավոր չէ ակնկալել այս մարդու առաջնորդած շարժումից։ Դա մի մարդ էր, որ իր ողջ կենսագրության ընթացքում բացառաբեր առաջնորդվել էր շանտաժով, վիրավորական, զրպարտչական բնույթի գործելավոճով, որը արտահայտված է նաև իր կողմից հեղինակած գրքի մեջ։ Ես ակնարկում եմ երկրի հակառակ կողմը գիրքը։ Դուք երևի թե ծանոթ եք այդ գրքին, եւ դժվար էր դրական սպասումներ ունենալ մի մարդուց, որի աշխարհայացքը ուղղակիորեն արտացոլված է, դրոշմված է այդ գրքի մեջ։ Բայց իսեր Աստծո, ես չպետք է լինեի այն անձը, որը ժողովրդական սպասումները փորձեր խափանել, փորձել չարագուշակ մարգարեի պատմուճան հագնել։ Եվ դժբախտաբար 20 թվականին տեղի ունեցավ այն, ինչ որ բոլորիս կյանքը այսօր ավերել է, բոլորիս համար մեծագույն մտահոգություն է։ Մենք կորցրեցինք Արցախը, մենք կորցրեցինք ներազգային համերաշխությունը, կեղծ եւ արհեստական պատճառաբանություններով բազմաթիվ անձինք ձերբակալվեցին, պառակտվեց հասարակությունը։ Եվ իհարկե այդ պայմանների մեջ ես անբարոյական եմ համարել, որպես թե եկեղեցական եւ թե անձ որևէ ձևով իմ դիրքորոշումը չարտահայտել։ Եվ ես այդ դիրքորոշումը արտահայտել եմ եւ այսօր էլ այդ դիրքորոշման վրա եմ այդ անձը եւ այդ անձինք, այդ իշխանությունը, որը այդպիսի առհավիրք է բերել մեր երկրի եւ մեր ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանան։ Անկախ նրանից ինչ աշխարհաքաղաքական ու քաղաքական գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարության շարունակությունը, դա շարունակելու է նոր արհավիրքներ բերել մեր ժողովրդի եւ մեր երկրի գլխին։ Ուրեմն այս համոզմունքներից ելնելով ես արտահայտել եմ իմ դիրքորոշումները։ Եվ բնականաբար այդ դիրքորոշումները դուր չեն եկել իշխանություններին եւ վարչախմբին։ Այդ դիրքորոշումների հետ կապված դուք արդեն տեղյակ եք, հրապարակվել է, որ ես մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ազգային անվտանգության ծառայության տարբեր պաշտոնյաների հետ։ Ես անունները չեմ ցանկանում նշել։ Հրապարակված կա, ես ճշգրիտ թվականները դժվարանում եմ հիշել